Տղաներ եւ աղջիկներ, տիկնակ եւ պարոնայք, եկեք 3 տարբերակով տեսնենք, ուղղակի տեսնենք նրա մասին։ Հարցը ինքներդ կարող եք ձեր մեջ տալ, նրա մասին ինչ ուզում եք իմանալ, իսկ ես կդնեմ 3 տարբերակ եւ դուք կստանաք ձեր հարցի պատասխանը։ Առաջին տարբերակ, երկրորդ տարբերակ եւ երրորդ տարբերակ։ Դե ինչ հուսով եմ կենտրոնացաք, բայցիկ ձեր տարբերակը եւ տեսնեմ առաջին տարբերակ։ Հետաքրքիր է, գիտեք, որ նա որ ուզում եք իմանաք վերջը, ինքը ինչ է ասելու ձեզ։ Կա այստեղ մեղվածություն, կա սպասում, բայց նաև տվյալ անձը սպասում է նաև ձեր պատասխանին, հա։ Այստեղ ձեր ցանկությունը իրենից լսել ընտանիքին վերաբերվող ինչ-որ բան, այսինքն որ ձեր հարաբերությունները կարող են տանել դեպի ընտանիք, իսկ եթե ընտանիք արդեն ունեցողն է պահել, ապա ձեր ընտանիքը վերակառուցել, վերամիավորել կամ ավելի ամրապնդելու այսպես ցանկություն կա, հա, որը կապված է տվյալ պահին նրանից, բայց չգիտես ինչի ինքն էլ սպասում է, որ դուք կարող եք ինչ-որ բան ասել։ Այստեղ հանդիպման մասին է խոսքը։ Սպասում եք հնարավոր է աշխատանքային հանդիպում, խոսակցություն, ինչի՞ չէ նաև ֆինանսական այսպես խոսակցություն եք սպասում նրա հետ, ում համար որ պահել եք։ Եվ վերջին տարբերակ, այստեղ նամակ եք սպասում, կգրի, թե չի գրի, բացի նամակը, այստեղ նաև գալիս է կյանքի իմաստությունը, ձեր հարաբերությունների շարունակությունը, ձեր ապագան, բայց այդ կապվածը, թե որքան հասուն մոտեցում ցույց կբերի տվյալ անձնավորությունը ձեր համար։ Իդեպ ասեմ, որ Մարիամ, էջը չեմ կարա հիմա հիշեմ, բայց քանի որ ինքը այս պահին ամենաակտիվն է իմ էջում, ես այս գիրքը ուզում եմ նվիրել իրան։ Սա իրական վուդուի մոգության մասին է։ Այստեղ ծեսերը շատ չեն, ես չեմ էլ ուզենա, որ դուք այդ ծեսերով զբաղվեք, որովհետև վուդուն ինքը մահացած հոգիների, մահացածների աշխարհի հետ է աշխատում եւ դա շատ վտանգավոր է։ Այնտեղ կան լոաներ, այնտեղ կան էշուներ, պապալեգբա, դարպասները բացել, փակել, բարդ ծեսեր, որը ես խորհուրդ չեմ տա եւ այս գիրքը չունի այդ տեսակ ծեսեր, որտեղ դուք պետք է հոգի, հա, հրավիրեք եւ այդպես ծես անեք։ Սա պարզ, այսպես պատկերացում է վուդուի մասին, շատ գեղեցիկ գիրք է, շատ լավ պատմություն է վուդու մոգության մասին եւ բավականին, այսպես ասեմ, այս գիրքը թանկարժեք գիրք է, նոր էր դուրս եկել, հեղինակը ինքը Աֆրիկա է գնացել եւ այնտեղ է սովորել զբաղվել կուլտով վուդուի եւ այնտեղից լսել է, հա, ժրեցներից, վուդուի ժրեցներից լսել եւ սովորել է վուդուի մոգությունը։ Կան այստեղ շատ հետ-հև ծեսեր, ջրի հետ կապված, մայատնիկի հետ կապված, տիկնիկի հետ կապված, նշանների հետ կապված, բայց այստեղ չկա հոգեկանչություն, չկա ծանր դժվար ծես, ուստի ես այս գիրքը սիրով կնվիրեմ Մարիա ջան, քեզ հուսով եմ դու կկարողանաս պատկերացում կազմես այս գրքի միջոցով, թե ինչ բան է վուդուն, վուդուի մոգությունը, հա, հիշում եմ, որ մի օր մեկի հետ ծանոթացա, իբր թե մոգեր էլի, այս հարթակից, ասում եմ, դե մագիա վուդուն իմ համար հեչ, ես արդեն այնտեղ սովորելու բան չունեմ ու հասկացա այդտեղից, որ ինքը դատարկություն է, ինքը գլուխ գովան խաբեբայի մեկն է եւ մագիա վուդուն յուրացնել ուղակի մեկ ողջ կյանքում հնարավոր չէ։ Ինքը շատ բարդ կուլտ է համարվում եւ ունի շատ իր կուլտի այսպես ճյուղեր, տեսակներ,
որից մեկը լուսավոր մահվան կուլտն է, որով ես աշխատում եմ մահվան էներգիաների հետ, եւ վուդուի անգամ դանակ չուներ, հա, վուդուի դանակները հատուկ նշաններով են, այս դանակ այսպես ցույց տամ ձեզ, բայց այնց պահեմ, որ չերևա էլի, որ դանակա ձեռքինս, որովհետեւ կարողա փակեն։ Այս սենց ինքը նշան ունի, ես սա լազերով եմ հավաքել տվել։ Սա հատուկ ծես է լինում ամեն գործիքի համար, իսկ այդ գլուխ գովան շարլատանկեն անգամ դանակ չուներ վուդուի, բայց ինքը կուլտ վուդուում էլ աճելու տեղ չուներ, ընդհանրապես իրան պետք չէր, որ ինքը աճեր։ Տեսեք, ասենք, սա դևերի հետ աշխատելու համար է։ Մի խոսքով, դանակներ, ատրիբուտներ բոլոր կուլտերին առանձին մոգը պետքա ունենա։ Եվ ինքը գլուխ էր գովում, որ ինքը վուդուից ամեն ինչ գիտի, էլ վուդուն իրան հետաքրքիր կուլտ չի։ Վուդուի գրքեր ես շատ ունեմ եւ այդքան չխոսեմ այդ կուլտի մասին, համարվում է իմ սիրած հզոր կուլտերից մեկը եւ ես այս գիրքը սիրով նվիրում եմ քեզ Մարիա ջան։ Դու ինձ հետ կապի դուրս արի, որպեսզի թողնես քո հասցեն, որ ես կարողանամ գիրքը քեզ ուղարկել։ Այստեղ ջրի հետ շատ հետաքրքիր այսպես ծես կա եւ հիվանդությունը բուժելու եւ երիտասարդացնելու եւ քո ցանկությունը կատարելու հատուկ խոսքեր կան աֆրիկերեն գրված, որ դու շշնջում ես եւ ջուրը խմում ես։ Մի խոսքով այստեղ շատ հետաքրքիր խորհուրդներ կան, բայց մաքսիմալ անվտանգ են սա։ Դրա համար ես հանգիստ խղճով կարող եմ այս գիրքը քեզ նվիրել։